Թե ինչու ուժեղ Հայաստանի տեխնացուները չընտրվեցին, Նարեկ Կարապետյանը այսպիսի եզրահանգման էր եկել։ Կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաև, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը եւ համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են։ Հիմա արդեն լավ կներկայացնեն օգտագործելով բոլոր ելույթների եւ հարցեր ուղղելու հնարավորությունը։ Առաջինը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվեց Լիաննա Մանուկյանի տեխնացությունը։ Նրան ներկայացրեց Հայկ Վարմանյանը, ով այս պաշտոնի համար նախորդ չընտրված տեխնացուն էր։ Վերջինիս հարց ուղղեց Բաբկեն Թունյանը, հիշեցնելով Նարեկ Կարապետյանի այն խոսքը, որ օգտագործելու են բոլոր ելույթների եւ հարցեր տալու իրավունքը։ Այս գործելավոճը կարելի է համարել որպես պայմանական, ասենք, վրեժխնդրություն ձեր տեխնացուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում են ընդդիմությունը։ Նույն հարցը կարող եմ ձեզ տալ, արդյոք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ 3 հանձնաժողովի նախագահի չեք ընտրել։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ դուք էլ եք պարտադիր ընտրել, բայց ամեն դեպքում դուք քաղաքական դիրքորոշում եք հայտնել ձեր քվեարկությունով եւ նաեւ ըստ էության, քանի որ տեխնացուները փոխվում են, դուք հասկանում եք, որ եթե տեխնացուները չփոխվեն, մենք կարող է կոլապսի ենթարկվենք։ Որպեսզի մինչև հոկտեմբեր չմնային նիստերի դահլիճում ու առավել ևս կոլապսի չենթարկվեին, Վահագն Ալեքսանյանը այսպիսի առաջարկ արեց։ Կարծում եմ այսօր մենք կարող ենք նիստ ավելացնել եւ երկար աշխատել հանուն մեր երկրի բավարարության։ Մեծ սիրով կարող եք շատ հանգիստ նիստերը շարունակել մինչև գիշերվա 3-ը։ Մենք խնդիր չունենք։ Պարզվեց բոլորը չէ, որ խնդիր չունեն։ Բազմաթիվ падգամավորներ իրենց օրը արդեն պլանավորել են, գործնական հանդիպումներ ունեն, այդ թվում նաև հանդիպումներ ընտրողների հետ եւ նպատակահարմար ենք համարում նման հարցերի քննարկումները կազմակերպել նախորոք։ Եղավ քվեարկություն եւս մեկ նիստ ավելացվեց, բայց հարցը թե ինչ կանեն այսօր падգամավորները մնալու դահլիճում նորից չլուծվեց։ Աշխատանքային ժամանակի մի հատվածը գնաց ժամանակ երկարացնելու հարցի վրա։ Ուժեղ Հայաստանը նորից մտափոխվեց։ Մեր խմբակցությունը քիչ առաջ տենց ներքին քննարկում ունեցավ, ուզում եմ մեկ բան բարձրաձայնեմ, մեր կարծիքով ստեղծված իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ, որ մենք աշխատանքային օրը շարունակենք մինչև ժամը 20:00-ն, առաջարկում եմ նոր նախագծի շուրջ քննարկում անել եւ քվեարկել սահմանելով մինչև այսօր 24:00-ն։ Կանոնակարգ օրենքը դա թույլ չի տալիս ցավոք սրտի, թե չգիտեք, մեծ սիրով մինչև 12-ն է, մինչև 1-ն է պատրաստենք, բայց կանոնակարգ օրենքը սահմանում է, որ միայն մեկ նիստ կարող ենք ավելացնել։ Այս ընթացքում Տիգրան Աբրահամյանն էլ կարգավորեց գործերը ու օրենքի սահմանափակումների մասին արդեն ցավով խոսեց։ Ցավով պետք է նշենք, որ մեր առաջարկությունը հաշվի առնելով կանոնակարգ օրենքի կարգավորումները չընդունվեց։ Մենք արդեն մեր ընտրողների հետ հանդիպումը հետաձգեցինք եւ պատրաստակամություն հայտնեցինք աշխատել մինչեւ 24:00 բոլոր դեպքերում։ Հուսով եմ առիթ կունենանք օրենքի այդ բացը ժամանակի ընթացքում փակելու։ Հայկ Վարմանյանը դեռ հարցերի շատ փոքր մասին էր պատասխանել, իսկ հերթագրվել էր 18 падգամավոր։ Պատասխաններից մեկի ժամանակ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ իրենք հրաժարվելու են պարգևավճարներից ու ոչ միայն։ Եթե ծառայողական մեքենա ինձ բաժին ասի, ես հրաժարվելու եմ դրանից։ Անկեղծ ասած զարմացած չեմ, որտեվ ԱԺ-ից որ դուրս եմ գալի Դեմիրճան փողոց, ոնց որ Ժնևի ավտոսալոնը լինի ձեր խմբակցության մեքենաները։ 8 տարի իշխանության եք, ինչքան թալանչի ու կոռուպցիոներ կա, բռնեք ցմա տատեք։ Առաջի կողմը ես կլնեմ։ Խաչատրյան Գագիկ չէ, ով ուզում է լինի։ Հարց տվեց նաև Լևոն Քոչարյանը։ ԿՊԱ-ական падգամավորներից մեկի ավելի վաղ հնչած խոսքը փորձեց հիշել, որը կապ ուներ Վարմանյանի հետ։ Եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթի ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչյանի վերջացնեմ նոր կարող եք անջատեք պարոն Քոչյանի խոսափողը։ Ես եմ խոսում պարոն Քոչյան, ուրեմն լսեք ինձ։ Ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի падգամավոր, որ կարա այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելը անվանի գործ տալ։ Եթե կա նման падգամավոր, նրա խոսափողը կանջատվի։
Ալեքսանյանը անցավ սանկցիաների, բայց գործը պետական պահպանության ծառայողներին չհասավ։ Իդեպ ԿՊԱ-ական падգամավորի էլ բաժին հասավ։ Արման Եղոյանին նախազգուշացում հայտարարվեց, ապա նա զրկվեց խոսափողով խոսելու իրավունքից մինչև օրվա ավարտը։ Իսկ օրվա ավարտին դեռ շատ կար։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։